Ողջույն, եթերում է Job Finder AM-ի HR Corner հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է Viva Armenia ընկերության ուսուցման եւ զարգացման բաժնի ղեկավար Աննա Զարքարյանը։ Ողջույն Աննա ջան։ Ողջույն Անի։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ հրավերի համար շնորհակալ եմ, հաճույքով եկել եմ ու հաճույքով կլսեմ ձեր հարցերը։ Աննա ջան, առաջին հարցով կպատմեք ձեր ճանապարհի մասին եւ ինչպես ընտրեցիք հենց ուսուցման եւ զարգացման ուղղությունը HR ոլորտում։ Շատ լավ։ Նախ ասեմ, որ սկզբից ընտրել եմ ուսուցման ուղղությունը։ Ես սկսել եմ աշխատել դպրոցում եւ բժշկական քոլեջում, երկար չէ 2 տարի։ Դրանից հետո նոր վերապատրաստվել եմ որպես միջազգային կարգի տրեյներ ու սկսել եմ տրեյնինգներ անցկացնել տեղական ու միջազգային կազմակերպությունների համար։ Տրեյնինգները շատ էին, թեմաներ տարբեր ու ստիպված էի լինում տարբեր որակավորումներ ստանալ, որպեսզի կոմպետենտ լինեմ այդ թեմաներով տրեյնինգներ անելու։ Եվ 2008 թվականին Viva-ում տրեյների հաստիք կար։ Դիմեցի եւ սկսեցի աշխատել HR-ում։ Ու ստացվեց այնպես, որ ես իմ մասնագիտական ուղին շարունակեցի արդեն HR-ում, իրականացնելով էլի ուսուցման ու զարգացման գործունեություն, բայց արդեն ես HR-ում էի։ Այսպես սիրում եմ ոլորտը ու տենց իմ մասնագիտական ուղին սկսել ու շարունակել եմ ուսուցման ու զարգացման ոլորտում։ Շատ հետաքրքիր է Աննա ջան։ Շատ ընկերություններ ուսուցումը դիտարկում են որպես տրեյնինգների կազմակերպում, բայց ո՞րն է իրական դերը բիզնեսում։ Ուսուցման ու զարգացման բաժնի իրական ֆունկցիան, իրական դերը, իրականում ուսուցումը ու զարգացումը դա ռազմավարական գործիք է կազմակերպության համար։ Ու եթե միայն նայենք, որ դա տրեյնինգ կազմակերպելն է, այդ շատ փոքր բաղադրիչ է իրականում։ Իրականում ինչ է անում ուսուցումն ու զարգացումը։ Իրականացնում է կազմակերպության ռազմավարությունը այն առումով, որ ապահովում է կազմակերպության մրցունակությունը, արդյունավետությունը, երկարաժամկետ կայունությունը ու այս առումով ֆունկցիան, դերը ուսուցման ու զարգացման այն է, որ հասկանա բիզնեսի խնդիրը որն է ու արդեն աշխատակիցներին համապատասխանեցնի, աշխատակիցները ունենան այն կարողությունները, որ բիզնեսը կարողանա իր խնդիրները լուծել։ Սա է իրականում ֆունկցիան ու դերը։ Աննա ջան, որքանով է աշխատակցի աճը կախված հենց իր ղեկավարից։ Ղեկավարը ինչ խոսք մեծ դեր ունի աշխատակցի աճի ու զարգացման առումով, բայց ես այդ process-ը դիտարկում եմ որպես երկուստեք համատեղ գործունեություն։ Մի կողմից ղեկավարի աջակցությունը ու մյուս կողմից աշխատակցի նախաձեռնությունը, որովհետև օքեյ, ղեկավարը շատ էլ ուզենա, որ աշխատակիցը աճի զարգանա, եթե աշխատակցի նախաձեռնությունը չկա, այդ դեպքում մենք process-ում արդյունք չենք ունենա։ Ու հենց աշխատակիցներն էլ պիտի իրենք նախաձեռնեն, իրենք ձգտեն, որպեսզի սովորեն, իրենց վրա վերցնեն ավելի մեծ դեր, մեծ պատասխանատվություն ու այդ ընթացքում նաև ձգտեն, ստանան ու ապահովեն նաև իրենց մասնակցությունը այդ ամբողջ process-ում։ Հա, կոպիտ ասած երկուսի շահերն էլ համընկնում են ու պետքա ոնց որ երկու կողմից էլ հավասար ներդրում իրականացվի։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ մի կողմից աշխատակցի նախաձեռնությունը, մյուս կողմից ղեկավարի աջակցությունը ու այս դեպքում մենք ստանում ենք արդեն մեծ արդյունք։ Որն է ամենամեծ պատճառը, որ մարդիկ կանգ են առնում իրենց ճանապարհին։ Հետաքրքիր հարց, այս փոփոխվող աշխարհում ամեն ինչ շատ արագ է ընթանում։ Ու երբեմն մարդկանց թվում է, որ իրենց աճն ու զարգացումն էլ պիտի այդքան արագ գնա առաջ։ Ու գնում են մի տրեյնինգի, սովորում են ինչ-որ մի բան, սկսում են զբաղվել մի գործունեությամբ, հետո տեսնում են, որ կարճ ժամկետում արդյունք չեն տեսնում, հիասթափվում են ու բաց են թողնում։ Բայց պիտի նայենք, որ ինչքան էլ աշխարհը արագ փոփոխվի, մեր հմտությունները, մեր կարողությունները ժամանակ են պահանջում, որ զարգանան ու հասնեն այն աստիճանի, ինչ որ մենք ենք ուզում։ Եկեք այստեղ մի հատ օրինակ բերեմ։ Մենք որ փողոցում տեսնում ենք մի հատ ատլետիկ կազմվածքով տղամարդ, նու կամ կին։ Մենք հաստատ չենք մտածում, չէ՞, որ դա մի անգամ կամ նույնիսկ 5 անգամ մարզասրահ այցելելու արդյունք է կամ մի օր առողջ սնվելու արդյունք։ Նույնն էլ հմտությունների հետ է։ Նույն մարզվելու կանոնով մենք պիտի մարզենք մեր հմտությունները, մենք պիտի համբերատար լինենք ու գնանք այդ զարգացման ճանապարհով, որպեսզի հասնենք մեր ուզած մակարդակի։ Աննա ջան, այսօր տրեյնինգների շուկան շատ է մեծացել։ Ձեր կարծիքով ի՞նչն է տարբերակում իրական ուսուցումը ուղղակի մոտիվացիոն խոսքերից։
Ճիշտ է, շուկան շատ մեծ է, տրեյնինգները շատ են, տրեյներները առավել եւս։ Ու հենց այստեղ կասեմ, որ հենց այդ տարբերությունը գալիս է որակից։ Իսկ որակով տրեյնինգներ կարող են անել միայն համապատասխան որակավորում ունեցող տրեյներները։ Ես ինքս երբ որ կազմակերպում եմ տրեյնինգները մեր կազմակերպությունում, ճիշտ է, բովանդակությունը հաշվի առնում ենք, մեր կարիքից բխող բովանդակություն ենք ուզում, բայց ինչ բովանդակություն էլ մենք ընտրենք, տրեյները շատ մեծ դեր ունի այստեղ, միայն որակավորված տրեյները կկարողանա որակով տրեյնինգ մատուցել ու այստեղ ես շատ կարևորում եմ հենց համապատասխան որակավորում, հավաստագրումներ ունեցող տրեյներների դերը։ Okay, գիտենք այդ թեման, մենք ինքներս կիրառում ենք, մենք ունենք այդ հմտությունը, բայց դա տրեյն անել ուրիշներին, տրեյնինգներ կազմակերպել, այդ դեռևս պիտի մի քիչ այդտեղ մտածենք, թե էլ ինչ է ինձ պետք, որ կարողանամ այդ որակի տրեյնինգ մատուցել ու դրա համար այս առումով ես շատ պահանջկոտ եմ եւ տրեյնինգներ ու տրեյներներ ընտրելիս անպայման հաշվի եմ առնում տրեյներների որակը ու որակավորումը հենց։ Շատ մարդիկ նշում են, որ իրենց կարիերայում աճ չունեն, ձեր կարծիքով իրոք աճի հնարավորություն չկա, թե մարդիկ ուղղակի չեն ուզում դուրս գալ իրենց կոմֆորտ զոնայից։ Հնարավոր է նաև, որ ընկերությունում աճի հնարավորություն չլինի, չնայած բացառիկ դեպքեր են դրանք։ Իրականում շատերը աճը դիտում են միայն հաստիքի փոփոխություն, այսինքն դեպի վերև աճ։ Բայց եկեք նայենք, որ աճը դա հմտությունների զարգացումն է, այն գիտելիքների, հմտությունների, կարողությունների աճը, որը հնարավոր է ել ավելի մեծ պատասխանատվություններ վերցնել, ել ավելի լայն դեր ստանձնել։ Ու այս առումով լավ կլինի, որ աշխատակիցները հենց այդ ուղղությամբ էլ նայեն, որ եթե կազմակերպությունում դեպի վերև աճի հնարավորություն չկա, ապա իրենք էլ նախաձեռնեն, վերցնեն ավելի մեծ դեր, նոր նախաձեռնություններ, նոր ծրագրերի մեջ ներգրաված լինեն։ Ինչ խոսքի մը կասեք, աշխատակիցը պիտի անի, դա ղեկավարը պիտի անի, okay, երկուստ եք էլի կասեմ, եւ ղեկավարը, եւ աշխատակիցը, որովհետեւ սկզբում մենք պիտի հավաքենք այդ հմտությունները, զարգացնենք այդ հմտությունները, հետո նոր ակնկալենք նաև այլ փոփոխություններ, որովհետև շատ աշխատակիցներ հենց աճի հնարավորություն ասելով ի նկատի են ունենում նաև աշխատավարձի աճի փոփոխությունը։ Երբ որ ասում են ես աճ չունեցա այս ընկերությունում, նկատի ունեն, որ աճ չունեցա, ոչ մի բան իմ կյանքում չփոխվեց, բայց արդյոք չփոխվեց։ Արդյոք քո հմտությունները չզարգացան, արդյոք դու նոր գիտելիքներ չստացար այդ առումով։ Երբ որ մենք մի բան մի քանի անգամ փորձում ենք, անում ենք, դասընթացների ենք մասնակցում, վերապատրաստվում ենք, սրանք եւս աճ են ու պիտի օբյեկտիվ նայենք ու տեսնենք, թե անցյալ տարի այսօրը ես ինչ գիտելիքներ ունեի, ինչ հմտություններ ունեի, այսօր որտեղ եմ կանգնած, ինչ գիտելիքներ ունեմ, ինչ հմտություններ ունեմ, ինչ արագությամբ եմ աշխատում, ինչ որակով եմ աշխատում, ունեմ աճ, թե չունեմ։ Այդ դեպքում, երբ որ մենք մեր հետ անկեղծ լինենք, ճիշտ կգնահատենք ու կհասկանանք, թե ինչքան աճ ունենք ու ինչքան աճ չունենք։ Ու նոր արդեն որոշում կայացնենք։ Okay, աճ չունեմ, ես ուզում եմ աճ, գնում եմ ուրիշ տեղ։ Okay, աճ ունեմ, բան չի էի սենց մտածում, չգիտեմ։ Իրականում ընկերության դերը շատ մեծ է, բայց հատկապես ավելի երիտասարդ սերնդի մոտ այդ կոմֆորտ զոնայից դուրս չգալու պահը խնդիրը կա, հա, այսինքն չեն ուզում կոպիտ ասած իրենց նեղություն տան, բայց երբ որ գալիս հասնում է արդեն մի տարի անցնում է օրինակ, ասում են ընկերությունում աճ չկա, ընկերության վրա են գցում կոպիտ ասած այդ պատասխանատվությունը, բայց ինչպես նշեցիք, երկու կողմից, հա, էլի երկուստեք պետքա լինի, որ հնարավորինս արդյունավետ լինի։ Այո, այդ մատրիցա ֆիլմի նման չի, որ տենց էլեկտրոդներ միացնենք ու սկսենք հմտություններ ու գիտելիքներ լցնել գլխի մեջ, չէ, դա փորձառության հիման վրա է այդ աճը գալիս ու պիտի փորձենք, պիտի աշխատենք, պիտի նոր ծրագրերում ընդգրկված լինենք ու նոր նայենք, տեսնենք մենք աճ ունեցանք, թե չունեցանք։ Մարդկանց այսօր միայն աշխատավարձով պահելը գնալով ավելի դժվար է դառնում, ըստ ձեզ ինչն է ստիպում մարդկանց սիրել իրենց աշխատանքը։ Մարդը երբ գալիս է գործի, ինքը գիտի ինչ պիտի անի։ Ու երբ որ ինքը արդյունքը չի տեսնում, ինչ խոսք, որ սկսում է արդեն համարել, որ անիմաստ եմ գնում գործի, ինչ եմ անում ես, ինչի համար ենք աշխատում եւ այլն։ Այսինքն մարդիկ միշտ իմաստ են փնտրում իրենց աշխատանքի մեջ, որ հասկանան, թե իրենց աշխատանքի արդյունքում
ինչ է փոխվում այս աշխարհում, ընդհանրապես կազմակերպությունում ինչ է փոխվում, աշխարհում ինչ է փոխվում, իր շրջապատում ինչ է փոխվում, այսինքն ինչ արժեք է ինքը ստեղծում իրականում։ Բայց նաև շատ կարևոր է, թե բացի նրանից, թե ինչ են իրենք անում, նաև իմ կարծիքով մարդկանց համար շատ կարևոր է, թե ինչպես են դա անում ու ում հետ են անում։ Թիմը ինչ խոսք մեծ դեր ունի նաև, որ մարդիկ ում հետ են այդ process-ի մեջ, այդ գործի մեջ, այդ նույն արժեքը ստեղծում են, բայց իրենց թիմում ինչ մարդիկ են, ովքեր են, եւ արդյոք իրանք հաճույքով են աշխատում ու հաճույքով են հասնում իրենց ուզածին։ Սա իմ կարծիքով իմաստը գտնելը ու հասկանալ, թե ինչպես ենք աշխատում ու ում հետ ենք աշխատում։ Ձեր կարծիքով մարդիկ ավելի շատ հեռանում են ընկերությունից, թե ղեկավարից։ Տարածված հարց, որ ինչ խոսք, շատերը կամ կասեմ բոլորն ասում են, որ ղեկավարներից։ Մարդիկ գալիս են ընկերություն, մարդիկ գնում են ղեկավարներից։ Սա բոլորս լսել ենք կամ շատերս լսել ենք սրա մասին։ Բայց եկեք մի բան ասենք, երբ որ մարդիկ գնում են ղեկավարներից, իսկ այդ ղեկավարները այդ կազմակերպության ղեկավարներն են։ Այսինքն, եթե մի ղեկավար է այդպես վարվում, երկրորդ ղեկավարը, այս նշանակում է խնդիրը համակարգային է եւ խնդիրը կազմակերպության մեջ է։ Այսինքն, մենք հիմա ասում ենք մարդիկ գնում են ղեկավարներից, բայց այդ ղեկավարներն են կազմակերպության մշակույթը ստեղծողը։ Այսինքն, այդ կազմակերպությունում այդպիսի մշակույթ կա։ Ու ստացվեց հիմա մարդիկ գնում են ղեկավարներից, թե գնում են ընկերությունից, որտեղ այդպիսի մշակույթ կա։ Եկեք մի օրինակ բերեմ։ Երբ որ մենք գնում ենք ռեստորան, մատուցողը գալիս է ու մեզ հետ կոպիտ է վարվում։ Մեզ դուր չի գալիս, մեզ հետ ոնց վարվեց, ոնց սպասարկեց, ու մենք դուրս ենք գալիս ու ասում ենք, ինչ ենք ասում, ասում ենք այս մատուցողին չսիրեցի, թե ասում ենք այս ռեստորանը չսիրեցի, ասում ենք այս մատուցողի մոտ էլ չեմ գա, թե ասում ենք այս ռեստորան էլ չեմ գա։ Այսինքն կարող է մատուցությունս մի քիչ շատ իրարից հեռու բաների մասին էր, բայց իրականում, երբ որ մարդիկ ասում են, որ գնում ենք ղեկավարներից, միևնույն է, մարդիկ գնում են կազմակերպությունից։ Թե անկեղծ խոսենք, մարդիկ իրոք ուզում են զարգանալ, թե ուղղակի սերտիֆիկատ են հավաքել փորձում։ Այսօրվա ցավոտ տեղերից է, քանի որ շատ են նաև տրեյնինգները անձի բրենդի վերաբերյալ։ Անպայման խորհուրդ են տալիս ունեցեք ձեր անձի բրենդը, զբաղվեք ձեր անձի բրենդով, LinkedIn-ում ձեր էջը ունեցեք, դրեք ձեր բոլոր սերտիֆիկատները, հավաքեք միտեղ եւ այլն եւ այլն։ Ու մարդիկ ինչ են անում, շատերը սկսում են 1000 մի տեսակ սերտիֆիկատներ հավաքել ու LinkedIn-ում post-ել իրար հետևից։ Բայց արդյոք դա այն է, ինչ որ ցույց է տալիս, որ մարդը ունի կարողություն դա պրակտիկայում կիրառելու, թե դա միայն փաստում է, որ ինքը մասնակցել է դրան։ Էլ չասեմ, որ on-line Zoom-ով դասընթացներ կան, որ երբ որ այդ սերտիֆիկատը ստանում ես, նշանակում է դու ուղղակի Zoom-ին միացրած ես եղել։ Նույնիսկ չի փաստում, որ դու համակարգչի դեմն ես եղել, չէ՞, նստած։ Այս առումով ես կարևորում եմ որակավորման դասընթացները։ Երբ որ կա քննություն, երբ որ կա հավաստագիր, որը տրվում է արդեն գիտելիքի համար։ Գոնե այդ դասընթացները քեզ տալիս են այն, որ դու ունես համապատասխան գիտելիքներ դրանք կիրառելու համար։ Բայց ինչ խոսք, որ մինչև չկիրառես, փորձ ձեռք չես բերի, ու մինչև չկիրառես, ոչ դու կիմանաս, ոչ էլ ղեկավարդ կիմանա դու իրոք կարողանաս դա անել, թե չէ։ Փորձը մեծ նշանակություն ունի, փորձելը, փորձառությունը մեծ նշանակություն ունի։ Այդ սերտիֆիկատների հետ կապված անգամ նկատել եմ, որ համալսարաններ կան, որ ինչ որ քանակի սերտիֆիկատներ են պահանջում, ու անգամ ընկերներից մեջ էլ մարդիկ կային, որ տարբեր տրեյնինգների, տարբեր անգամ որ ինձ չէր հետաքրքրում, իրանց հետ ընդհանրապես կապ չուներ, մասնակցում ես զուտ սերտիֆիկատների քանակը ապահովելու համար։ Ես ես մի բան ասեմ, որ մեր ընկերությունում, երբ որ մենք դասընթացավարներ ենք հրավիրում եւ կազմակերպում ենք դասընթացներ մեր աշխատակիցների համար, նու հենց անցած շաբաթ էլ կազմակերպել ենք էլի դասընթաց դրսից հրավիրված տրեյներով մեր մենեջմենթի համար, դրանից մի շաբաթ առաջ էլի ունեինք դրսից հրավիրված տրեյներ, մենք սերտիֆիկատներ չենք տալիս։ Ինչի, որովհետև մենք չենք ուզում այդ թուղթը տալ ու ասել, որ մենք տվեցինք դες թուղթ, որ դուք մասնակցեցիք այս դասընթացին։ Okay, մասնակցեցիք։ Մերսի, մեզ կազմակերպելու համար, ձեզ մասնակցելու համար։ Այս հետո արդեն, երբ որ մենք կքննարկենք, կամրապնդենք միտինգներով, մենթորինգով, նոր այդ դասընթացից ստացած գիտելիքները,
ու այն հմտությունը, որ ներկայացվել է կամ փորձարկվել է դասընթացի ընթացքում, դրանք արդեն կդառնան կարողություններ։ Ինչ խոսք ունենք բազա, որտեղ աշխատակցի անցած բոլոր տրեյնինգները դրանք գրանցվում են ու ցանկացած պահի, երբ որ աշխատակիցը ցանկանա, թե ես ինչ տրեյնինգների եմ մասնակցել կամ կարող եք ինձ տալ, որ ես մասնակցել եմ այս տրեյնինգներին, խնդրեմ, իհարկե կարող ենք տալ ու տրամադրում ենք, բայց հենց սերտիֆիկատներ, որ տրամադրել, այդ մի տեսակ դրան նայում ենք, որ կներեք, բայց թուղթը մի կողմ, գիտելիքը, փորձառությունը մի կողմ։ Բայց ինչ եք կարծում, չի վանում, դա որ վերջում սերտիֆիկատ չեք տրամադրում, ինձ շատերը ուշադրություն է դարձնում դրան, միշտ հարցնում են, իսկ վերջում սերտիֆիկատ տալիս եք։ Այ մեր կազմակերպությունում այդ հարցը երբեք չի հնչում։ Ինչի, որովհետև մարդիկ դասընթացների գալիս են գիտելիքի հմտության հետևից, ոչ թե սերտիֆիկատի, որովհետև հիմա տեսեք, եթե մարդը աշխատում է, օրինակ մեր ընկերության նման խոշոր ընկերությունում, մի տարի աշխատելով, իր CV-ի մեջ գրելով, որ ինքը մի տարի աշխատել է այդ ընկերությունում, ինչ եք կարծում, դա ավելի մեծ ուժ ունի ու դեր ունի ու առավելություն ունի, թե օրինակ 5 հատ դասընթացի սերտիֆիկատը։ Բնականաբար։ Ինչի մասին է խոսքը։ Եթե այսօր մարդը չի զարգացնում իրեն, հետագայում աշխատաշուկան ինչ գին է ստիպելու նրան վճարել։ Չգիտեմ հետագայում ինչ է լինելու, ես ոչ պարիծառատես եմ, ոչ էլ կարող եմ այդքան երևակայել, բայց մի բան կարող եմ ենթադրել, որ այս տեխնոլոգիական դարաշրջանում, որտեղ անընդհատ նշվում է, որ մենք պիտի AI-ի հետ աշխատել իմանանք, AI գործիքներ կիրառենք եւ այլն, ես կարծում եմ, որ ամեն դեպքում տեխնոլոգիաների կողքին ավելի թանկ վճարվելու է այն կարողությունը, որ կարողանաս մնալ էմոցիոնալ ինտելեկտով ու քննադատական մտածողությամբ մարդ այդ տեխնոլոգիաների կողքին։ Մնալ անփոխարինելի։ Այո։ Աննա ջան, այսքանն են հիմնական հարցերը, հիմա անցնենք մեր բլից հարցերին։ Խնդրեմ։ Լավ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը։ Իմ ոլորտից ելնելով, ասեմ, աշխատակցի մեջ պոտենցիալ տեսնելու ունակությունը։ Մեկ սկիլ, որը մոտակա տարիներին ամենաթանկն է դառնալու աշխատաշուկայում։ Կրկնվեմ էլի, տեխնոլոգիաների կողքին այդ էմոցիոնալ ինտելեկտ ու քննադատական մտածողություն, այդ մարդիկ են լինելու ամենաթանկ վճարվողը, որովհետև AI-ը կկարողանա հաշվարկներ անել, AI-ը կկարողանա տվյալներ վերլուծել, բայց AI-ին ճիշտ հարցադրումներ անել, ռիսկերը գնահատել ու հասկանալ, թե ինչ հարցեր տալ, ու այդ ամեն ինչը վերցնել կամ օգտագործել ու մարդկանց հետ աշխատել, այդա պիտի կարողանա մարդը։ Իսկ դրա համար մարդուն պետք է լինելու էմոցիոնալ ինտելեկտը, որպեսզի մարդու հետ աշխատի, եւ քննադատական մտածողությունը, որպեսզի նաեւ AI-ի հետ աշխատի։ Տրեյնինգ թե իրական փորձ։ Այս այն դեպքն է, որ մեկ գումարած մեկը երկուսից մեծ է լինում։ Տրեյնինգ պլյուս իրական փորձ, որովհետև առանց իրական փորձի տրեյնինգը անիմաստ է դառնում, այդ կդառնա նույն սերտիֆիկատը միայն, իսկ միայն փորձնել, եթե տրեյնինգ չեն անցել, բայց սկսում են փորձել, եթե մարդկանց հետ են աշխատում, ստացվում է մարդկանց վրա փորձեր են անում, եթե թղթերի կամ ինչ-որ տեխնիկայի, տեխնոլոգիաների հետ են աշխատում, նշանակում է մի անգամ կսխալվենք, երկրորդ անգամ կսխալվենք ու նոր կսովորենք, ինչի եթե տրեյնինգ ու փորձառություն։ Մեկ բան, որ մարդիկ սխալ են հասկանում self-development-ի մասին։ Շատ գրքեր կարդալ, շատ տրեյնինգների մասնակցել, շատ ոդքասթեր նայել եւ այլն։ Ինչի, որովհետեւ դրանք առանց փորձելու կիրառելու self-development-ը կմնա ուղղակի մենակ ես ու իմ գրքերը ու մյուսները։ Այսինքն մարդիկ երբեմն հասկանում են դա միակողմանի, այսինքն ես եմ մենակ ու ես զբաղվում եմ իմ զարգացմամբ, ոնց պիտի զբաղվեմ, ես on-line ինչ-որ բաներ կգտնեմ, կկարդամ ռեսուրսներ, գրքեր կկարդամ եւ այլն եւ այլն։ Ու դրանով ես կզարգանամ։ Չէ, դրանով ես կունենամ ինֆորմացիա։ Շատ զարգացումը կիրառումն է բերում։ Այսինքն մինչև ես չկիրառեմ, մինչև ես չհասկանամ, որ դա իմ մոտ ստացվում է, ես դա կարողանում եմ, ես դա անում եմ, այդտեղից է սկսվում զարգացումը։ Մեկ խորհուրդ ղեկավարներին։ Իմ խորհուրդը կլինի հետևյալը, որ մի ղեկավարեք մարդկանց այնպես, ինչպես ղեկավարել են ձեզ 10-15 տարի առաջ, որտեղ աշխարհն ուրիշ է, մարդիկ ուրիշ են։
աշխարհը փոխվել է, մարդիկ ուրիշ են։ Աննա ջան, այսքանով ավարտվում է մեր հանդիպումը։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, շատ արագ, հանգիստ զրուցեցինք, ինձ թվում է։ Հաջողություն։ Հաջողություն։